Արցախյան ազատամարտի նվիրյալ Արամայիս Խաչատրյանի անվան միջնակարգում դասամիջոց չէ, արևոտ ու համեմատաբար առանց տեղումների եղանակին դպրոցականները ֆիզկուլտուրայի պարապմունքներն անցկացնում են այստեղ, որոշներն էլ օրինակ ֆիզկուլտուրայի ժամին նպատակահարմար են գտնում միանալ ինֆորմատիկա պարապող 11 և 12-րդ դասարանցիներին ու շախմատ խաղալ։ Այս տարի արդեն ունենք դասագիրք, ֆիզկուլտուրայի 3-4 դասարան, երբ որ բացում ենք դասագիրքը եւ երեխաները արդեն վայ ինկեր Վարդանյան, այս պարանը չկա որտեղից, բա ինչ անենք, դե ասում ենք դրա փոխարեն մեկ ուրիշ վարժություններ մենք կկատարենք։ Երեխաները ասենք ցածկ տեղում դրսում ենք էլի կազմակերպում վազք եւ իսկ ասենք մագլցում, պարանի ձգում, այդ նման բաներ չունենք, մենք չենք կարող այդ նորմատիվները կատարել։ Մարզադահլիճի հարցը Նոր Ղարաչինարի միջնակարգում սուրճ են համարում։ Միակ գյուղական դպրոցը չէ, որ պարապմունքները Բաքում ու դասարանում են կազմակերպում։ Միակը չէ նաև, որ մի քանի պարապմունք միաժամանակ մեկ դասարանում են կազմակերպում, բայց ի տարբերություն այլ կրթօջախների, այստեղ նոր մասնաշենք կառուցելու կարիք չեն տեսնում։ Վթարային ու չօգտագործվող 3 դասասենյակի պատճառով ստիպված պարապմունքներն անց են կացնում նաև որպես ուսուցչանոց ծառայող տնօրենի սենյակում։ Խնդիր է եւ ոչ խնդիր է, այ օրինակ հենց տնօրենի կաբինետում դասենանում ռազմագիտության կաբինետ է, պատմության կաբինետ է, ուսուցչանոց է։ Ունենք 12 դասարան, ընդհանուր աշակերտական դասարան, բայց 6 կաբինետ ունենք, սենյակ ունենք եւ յուրաքանչյուր դասարանում բաժնի որ 2 դասարան պետք է այդտեղ դասարանեն երկկոմպլեկտ։ 26 աշակերտ, 11 ուսուցիչ։ Նոր Ղարաչինարի միջնակարգում խնդիրների կողքին մատնանշում են նաև դրականն ու ավելին արձանագրելու պատրաստակամությունը։ Գրքերի ու տեսողական պարագաների պակաս չունեն, ունեն պատմության, աշխարհագրության ու ֆիզկուլտուրայի մասնագետների կարիք, աշակերտ եւ ուսուցիչ ակնարկում են։ Ինտերնետ կապ չկա, որը շատ անհրաժեշտ է։ Դա ամենամեծ խնդիրն է այժմ Շահումյանի շրջանում, հատկապես մեր գյուղում։ Պակասը ինչ որ ասենք քաղաքի դպրոցներում են ստանում, կարող են նաև ինքնակրթությամբ գյուղերում ստանալ։ Խնդիր չեմ տեսնում, ասենք բնակավայրի մեջ։ Նոր Ղարաչինարի միջնակարգ դպրոցն այս տարի մեկ առաջին դասարանցի ունի։ 2013-2014 ուսումնական տարում էլ 2 շրջանավարտ է թողարկելու։ Փոքրիկ Վալերին է։ Կերպարվեստի ժամին մայրենիից գիտելիքներն է ամրապնդում։ Նախշազարդում է Մեսրոպյան տարրերը։ Արուսակն ու Համայակն էլ ամիսներ անց հրաժեշտ են տալու դպրոցին։ Մինչ Համայակը կորոշի, թե ինչ մասնագիտություն է ընտրելու, Արուսակն արդեն երկու ուղղությամբ է մտածում՝ հոգեբան, թե երգիչ։ Մարդիկ մի քիչ կոմպլեքսավորվում են հոգեբանի մոտ գնալու համար, այդ նպատակով էլ որոշել եմ դառնամ հոգեբան, որպեսզի մարդկանց ապացուցեմ, որ հոգեբանները այդքան էլ վատ բան չեն, որ իրանց մոտ չեն գնում։ Արուսակի հոգեբանի մասնագիտությունն ընտրելու հարցը ամիսներ անց է վճռվելու ավարտական քննություններին, բայց որ երկարվեստում ճանապարհը կարող է հարթ լինել, չի բացառում։ Էգրից ինչ լուր կա, լուսի խոսի տեսնե։ Նարեկ Սահակյան, Հովիկ Առաքելյան, օր